Քոչարյան, վերջերս դուք հայտարարեցիք, որ ազգային ժողովում անհետ կորածների հարազատների հետ տեսումներից հետո 3 զինվորի մասունքներ են հայկական կողմին վերադարձվել, խնդրում եմ ասեք այդ 3 զինվորներն ովքեր են, որովհետև մամուլում տեղեկություն եղավ, որ դուք խեղաթյուրում եք իրականությունը եւ նման բան չկա։ Անուններով։ Ձեր հարցը ես վերաձևակերպեմ, ես ասել եմ, այո, մեր լսումներից հետո տեղ են ունեցել մասունքների հուղարկավորություն եւ դա համապատասխանում է իրականությանը, չնայած չեմ հետեւել մամուլի արձագանքներին, բայց որպես կանոն երբ որ ճեպազրույց եմ տալիս, դրա համար ճեպազրույցները չեմ սիրում, այդտեղից վերցնում են առանձին կտորներ եւ փորձում են դարձնել քննարկման առարկա, նաեւ գերիների խնդրով, նաեւ անհետ կորածների մասունքների մասով, կատարված աշխատանքների մասով, այո, ես ասել եմ, որ լսումներից հետո հարազատները վերցրել են մասունքները, որոնք ճանաչման ենթարկված էին նախկինում եւ նրանք կատարել են հուղարկավորություն։ Ես ասել եմ 2-ը, բայց ես վստահաբար հիմա կասեմ 3-ը, բայց կարող եմ ասել, որ նրանք մի քանիսը ավելի շատ են։ Գևորգ եւ Գոր Հովանեսյանները նրանք եղբայրներ են եւ Գենադի Մնացականյանը։ Շատ լավ է, որ վստահություն է ձեռք բերվել, չգիտեմ, լսումների արդյունքում, թե պարզապես ծնողները արդեն համոզվել են, որ այն մասունքները, որոնք նույնականացվել են, դա իրենց զավակներն են եւ իրենց հոգու հանգստություն։ Կարծում եմ, որ մեր զավակները արժանի են հանձնվեն, որ թե վստահ ենք, որ դա իրենց մասունքներ են, հանձնենք հողին, խունկ վառենք եւ նրանք դառնան նաեւ իրենց հանգիստը գտնեն դրանով մասնակից լինեն մեր երկրի ամրացմանը թեկուզ մահացած վիճակում, որտեղ ես նաև շահարկեցին, երբ որ ես ասել էի, որ Եռաբլուրը դա սրբավայր է, դա մեր պահապան հրեշտակներն են, բայց ծնողներից մեկը նկատեցի, որ ինքը փորձել էր դա, այսպես ասել, որ սրբավայրը իրենց համար է, պարոն Ռուստամյան, հարգելով ձեր տղայի սխրագործությունը։ Եռաբլուրը սովորական գերեզմանով չի, նա բոլորի սրբավայրն է եւ այնտեղ բոլոր նահատակվածները, որոնք գտնվում են գետնի տակ, իրենց սպարապետի հետ միասին, նրանք նաև մեր պահապան հրեշտակներն են։ Դա միայն ձերը չի կանգնի։ Դրա համար այդ հոգեբանությամբ դուք փակում եք Եռաբլուր գնացողներին, ասելով, որ պաշտոնյաները չեն կարող լինել։ Սա Եռաբլուրը բաժանել եք մասերի, այդպես չի։ Ես ձեզ պարզապես խորհուրդ եմ տալիս մի քիչ ավելի սրտի թելադրանքով ասել, այլ ոչ թե քաղաքական, այսպես պարտականություն կատարելու տեսանկյունից մտքեր արտահայտեք։ Սա իմիջիալոց, որտեղ այդ գիտակցումը պետք է բոլորը ունենան։ Պետք չի անդադ շռայլեր, անուններ, այստեղ սա թաղված, այնտեղ նա է թաղված, առաջին պատերազմ, ես մեկ ասում եմ, որ Եռաբլուրը ես ինքս իմ համար, որտեղ մեր սերունդի ժամանակ ձախ թվում է, որ դիմացից նայում ես դա։ Առաջին պատերազմն է, այնտեղ կա քարորիա պատերազմի, մեր զոհերի գերեզմանները եւ աչ թվում դա 44-օրյա պատերազմի զոհվածներն են, իսկ բոլորը միասին դրանք մեր երկրի իրականում պահապան հրեշտակներն են։ Այդ զգացումը թող բոլորին ուղեկցի, որպեսզի մենք ճիշտ հասկանանք, որտեղ սխալվեցինք եւ ինչ պետք է անենք, որպեսզի այլևս այսպիսի խնդիրների առաջ գնանք։ Պարոն Քոչարյան, մամուլում եւս մեկ տեղեկություն եղավ, որ մեկ ամիս անց պետք է ծնողների հետ կրկին հանդիպում լիներ, դեսումներ լիներ ազգային ժողովում, բայց հետաձգվել է, որովհետեւ ազգային անվտանգության ծառայության ղեկավարին չի հաջողվել համոզել ադրբեջանցիներին։ Դա սխալ ձևակերպում է։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը այս պահին չի գտնվում աշխատավայրում։ Դա նշանակում է գեներալ Աբազյանը կատարում է իր պարտականությունները անկախ նրանից, թե որ դա է։ Եվ պետքա առանց ազգային անվտանգության ծառայության տնօրենի, որը հիմնական զեկուցողն էր, պարզապես անցկացնել երկրորդ փուլը աշխատանքային քննարկման կդառնար անիմաստ։ Եվ ես նաև ծնողներից Գորին հրավիրեցի ինձ մոտ, նախ փոխանցեցի այն տեղեկանք, որ առաջին լսումների ժամանակ ձևակերպվել էր, այսինքն բոլոր հնչեցրած տեսակետները, ամեն ինչ որ մեր փորձագետները մշակել են եւ ուղարկել են քննչական կոմիտե, ազգային անվտանգություն, արտադրության նախարարություն, որովհետեւ ինչ որ կետից պետք է սկսենք մեր քննարկումների փուլը, որովհետեւ այդտեղ նաեւ կատարված աշխատանք կա եւ այդ կատարված աշխատանքի մասին պարոն Աբազյանը պետք է ներկայացնի թե այս փուլում առաջին աշխատանքային քննարկումից հետո ինչ ձեռքբերումներ կամ բացթողումներ մենք հայտնաբերեցինք։ Այնպես որ աշխատանքային process-ը շարունակվում է,
եւ ամսի 17-18-ն ենք մեր համար վերցրել, որտեվ մինչև ամսի 16-ը ես եմ բացակայելու կարճ այցելություն ունեմ Հայաստանի սահմաններից դուրս եւ դրանից հետո պարոն Աբազյանը կվերադառնա ամսի 16-ին բոլորիս համար, նաեւ ազգային ժողովի նախագահի համար ճշտեցինք, որ ամենահարմարը ապրիլի 16-ից հետո աշխատանքը կազմակերպելն էր, ասեմ ձեզ, որ նաեւ մենք պլանավորել ենք ամսի 28-ին եւ պարզապես պարզ դարձավ, որ պարոն Աբազյանը բացակայել է, մենք խնդրեցինք, որ հետաձգենք, ընդ որում իրենք ըմբռնումով մոտեցան գորի հետ քննարկելուց, ես հասկացա, որ խնդիրը այդտեղ չի, խնդիրը լավ արդյունք ստանալն է այդ քննարկման արդյունքում։ Եվ դա ողջունելի է, մենք պլանավորեցինք 16-17-ից հետո։ Այնպես որ այստեղ էլ շահարկելու բան չկա, ծնողները իրենց վատ են զգում, այսպես չի, այնպես չի, գլխավորը որ մենք անհետ կորածների այդ արդյունքին հասնելու ճանապարհը հստակ գտնենք, որի արդյունքում նաև ունենք երկու հանձնաժողովների համատեղ աշխատանքի ֆորմատ արդեն։ Եվ վերջերս ձեզ ասեմ, ես նկատեցի, որ Արցախի հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարը գեներալ-լեյտենանտ Բաբայանը իր հարցազրույցներից մեկում տեղեկացրեց, որ նաև մեր ազգային անվտանգության համակարգին է փոխանցել այն վայրերը քարտեզի վրա, որոնց ադրբեջանական զինծառայողների, որոնց մասունքները կարելի է հայտնաբերել եւ փոխանակել, ես ենթադրում եմ ճիշտ ֆորմատը բոլորի հետ։ Կարևոր չի մահացածը թե նրանք նախկինում նրանց մասունքները որտեղ են, որտեղ ծնողի համար մեկը շատ կարևոր է երեխայի հոգու հանգստությունը։ Եվ այդ ֆորմատով եթե գնանք, կարող է մենք հաջողություն ունենք, այսինքն նաեւ մենք ունենք մասունքներ այսօր արդեն իրենց տնօրինության տակ գտնվող տարածքներում, որտեղ մենք պետք է այդ բոլորը մեկտեղ ենք, իսկ դա աշխատանք է։ Այդ աշխատանքը շատ ծանր է, շատ պատվաբեր է, եւ դա պետք է բերի նրան, որ զրոյացնելով մենք ունենանք վստահություն հետագայում կատարել այնպիսի գործողություններ, աշխատանքներ, որը կավելացնի մեր անվտանգության միջավայրի բաղադրիչը, վստահությունը կավելացնի եւ մենք կմտածենք այլ խնդիրների մասին։ Չմոռանալով, որ մեր սահմանների ամրությունը առաջին հերթին կախված է, թե մենք մեր անվտանգային համակարգը ինչ տեմպերով եւ ինչ որակով պետքա ուժեղացնենք։ Պարոն Քոչարյան, ձեր վերջին ճեպազրույցում հայտնած մի միտքը եւս շահարկման առարկա է դարձել, թեմա է դարձել, երբ որ դուք խոսում եք գերիների մասին, հայտարարեցիք, որ պետք է գերի չընկնեին նրանք։ Այսինքն ձեր կարծիքով այդ մարդիկ ունեին հնարավորություն գերի չընկնել, այսինքն մեղավորությունը նրանց վրա դնելը ճիշտ է։ Ես նորից այդ կարծիքին եմ եւ միշտ եմ եղել այդ կարծիքին, որ գերի պետքա չընկնել։ Գերի ընկնում են, երբ որ բոլոր տարբերակները սպառվել են։ Բայց մենք բոլորս գիտենք, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը չի ունեցել այդ տարբերակների հնարավորությունը իրացնելու։ Վերջինաշով բոլորը մեծամասամբ ունեցել են իրենց պաշտպանությունը ապահովող անվտանգության մարմնի ներկայացուցիչներ, շրջապատված են եղել մարդկանցով։ Եվ երբ որ բոլորս նկատեցինք, թե ինչպիսի հանգիստ, այսպես գերեվարվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բնականաբար դա շատ մտահոգիչ է, որովհետև չի կարելի մտածել, որ կարելի է գերի ընկնել, իսկ հիմա մենք պայքարում ենք նրանց ազատության համար, բոլորը ասում են, որ իշխանությունները ամեն ինչ չի, որ անում են, բայց պետք է ամեն ինչ անել, որպեսզի գերի չընկնեին։ Գերի ընկնելը եւ հայտնել ադրբեջանական բանտում եւ վստահ լինել, որ այնտեղ լավ վերաբերմունք է լինելու, կնեք շատ միամտություն է։ Վերջին հաշվով այսօր էլ կան մարդիկ, նաեւ մեր առաջին պատերազմից, իսկ մտածել են չընկնելու մասին, ես չգիտեմ։ Պետք է չընկնեին։ Պարզապես ես տեսնում եմ, որ կամուրջը անցնելուց կադրերում պարզ երևաց, որ Դավիթը Մանուկյան եւ որը ուղեկցում էր Ռուբեն Վարդանյանին, այսպես կանգնեցրեցին եւ տարան։ Բայց կա ինֆորմացիա, որ մնացած բոլորին են, որոնք գտնվել են, կարծում եմ, որ պետքա լինեին տեղակայված, անվտանգությունը ապահովող կառույցների հսկողության տակ, նրանք պետք է չգերեվարվեին։ Պետք է չվստահեին ոչ մեկին, լավ վստահեցինք, պետք է գերի չընկնեին։ Գերի ընկնելու արդյունքը դատավարությունն է, որի արդյունքը չգիտենք ինչով կավարտվի։ Շատ լավ գիտենք։ Դատավարության ամբողջ ընթացքում հնչելու է, որ Հայաստանի զինված ուժերը մասնակցել են ադրբեջանական տարածքների օկուպացիային։ Չէ՞ որ դա այդպես չի։
Պաշտպանության բանակը իրացրել է Արցախի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի, Ղարաբաղում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը եւ այդ process-ը գնացել է ջոկատներից մինչեւ կանոնավոր բանակ ունենալը, բա ոնց պաշտպանվեին, իհարկե դա այդպես է եղել։ Բայց երբ որ ես ասում եմ, որ գերի պետքա չեն գնել, տեսեք, այնպիսի ռետորաբանությամբ են հակադարձում, դուք լինեիք չընկնեիք, լավ, ինչ ասելու բան է։ Դուք ասինքն կողմ եք, որ ով հարձակվում մեր վրա, մենք պետք է այսպես շարան գնանք գերի ընկնենք։ Ո՞նց եք պատկերացնում այդ։ Գերի ընկնում են, երբ որ այլևս դու քեզ պաշտպանելու կամ քեզ պաշտպանող ուժերը քեզ պաշտպանելու հնարավորություն չունեն։ Արդյոք մենք սպառել ենք այդ ամենը, իմ ասած դրա մասին է։ Հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Բաքվում գնում է դատավարություն։ Դուք չեք կարծում, որ այդ դատավարությունը Տեսեք հիմա, ասենք, այստեղ հացադուլ են սկսում, բայց հացադուլ անելով, հացադուլ անողները, Մանեթ Հանդիլյանը, խորը հարգանքով իրանցի նկատմամբ, ինչ ակնկալում։ ասում է իշխանությունը լավ չի աշխատում, Ինքը լավ աշխատելու ինքը դեպքում չգիտի իշխանության լավ ու վատ աշխատանքը։ Վերջնաշով իշխանության աշխատանքի արդյունքում բավականին մեծ քանակի գերիներ ազատվել են, չէ՞։ Հիմա աշխատանքի այս փուլը, հիմա իշխանությունը ամեն ինչ փորձում է, փորձելու է եւ չի կարա չփորձի։ Իմիջիայլոց աշներից դեմ է, Իսրայելը ամեն ինչ անում է, որպեսզի իր գերիներին ազատի։ Հողին հավասարացրեց գազայի հատվածը, բոլորին կարողացավ ազատի։ Դες հեշտ բան չի գերիներին ազատել, որովհետեւ գերիներին պահողը գիտի ինչ շանտաժի գործիք ունի իր ձեռքում։ Մենք այսպես հիմա լավ, իհարկե բոլորի ցանկությունն է օր առաջ այդ խնդիրը լուծվի, բայց այդ խնդիրը պետքա չլիներ։ Իմ ասածը դա է։ Հիմա ինչքան ուզում են հակադարձել։ Մտածող մարդը կհասկանա, որ այդ խնդիրը չլինելու համար նախ պետք է, որպեսզի մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ինքը որոշում կայացներ չհանձնվելու։ Հիմա ասում եք, այլ տարբերակ չկա, շատ լավ։ Դե ուրեմն ունենք այն, ինչ ունենք։ Բայց եղան մարդիկ, որոնք նաև կարողացել են անցնեն կամուրջը, չվստահելով, որ կարող է անուններ չտամ։ Այնպիսի տարբերակով են անցել, որտեղ վստահ չէ, որ անցնելուց իրեն չեն կանգնացնի եւ նույն ճակատագրին չեն արժանացնի։ Մեր հրամանատարներից մեկինը հաստատ ես գիտեմ ոնց ա եղել։ Ինչ ճանապարհով անցել այդ կամուրջը։ Դա Սամվել Բաբայանը չի։ Չէ, Սամվել Բաբայանը չի։ Բայց չեմ ասի այդ անունը, որպեսզի նորի շահարկման նյութ չտամ։ Բայց դա եղել է։ Բայց այդպես պետք է մտածել յուրաքանչյուր այն Բարսասյան Պաշտոնյան, որը շատ լավ պետք է հասկանար Բաքուն ինչ է իրենից ուզում։ Ցուցմունքներ է ուզում։ Ինքը չէր թողելու, բայց ինչ որ մարդկանց նաև թողեցին։ Որտեվ իրենց ձեռքում են այն մարդիկ, որոնք իրենց պետք էր։ Իհարկե այնտեղ կային մարդիկ, որոնք էլի կարող է թողեին, եթե ասենք թե այդ պահին չգտնվեին կամուրջին կոնկրետ մարդկանց կողքին։ Դա էր։ Իրենք իրենց ուզածին հասել են։ Որովհետև այնուամենայնիվ իրենց պաշտպանող համակարգը, որոնց իրենք վստահում էին, հանձինս խաղապահ ուժերի, դա իրականություն չդարձավ։ Մտածում էին, որ ուղղաթիռը գա, կվերցնենք տանը, չէ։ Մեծ խաղ էր սկսվել։ Այդ խաղը պետք է ավարտվեր ինչ-որ ձև։ Իմ ասածը դա եղել, ճիշտ հասկացեք, եւ ես կարծում եմ, որ այս խնդիրը Այսքան հույսը դրել էին խաղապահների վրա, նրանք շատ հնարավոր է, մեծ մասը է։ Ոչ թե հնարավոր, դա այդպես է։ Ուրիշ ինչ տարբերակով։ Բոլորը գիտեն, ինչ բանա Բաքվի բերդը, Շուշիի բերդը մինչև մեր հասնելը։ Բոլորը գիտեն։ Վերջնաշով մենք կոլցի օպերացիաներից սկսած ունեցել են գերեվարված, հա, տղաներ, որոնք այդ բերդերում եղել են, շատ լավ գիտեն, դեռ սովետական ամատանգային տանիքի տակ գտնվող երկրում։ Բայց հաջողվեց։ Ոնց ազատվեց Սամվել Բաբայանը, երբ որ իրան գերի էին վերցրել։ Նույն այդ ուժերի կողմից։ Իր եղբայր եւ իր ընկերները գերեվարեցին ադրբեջանական Բարսասյան պաշտոնները փոխանակեցին։ Հիմա դա հնարավոր չի, այն ժամանակ դա հնարավոր էր։ Այսինքն ալտերնատիվը այս ճանապարհի սա պետք է լինի, ասենք թե գերիների հարցում։ Հիմա տեսեք, նույն Պաղեստինի անալոգիան եմ հնչեցնում։ Գերիները փոխում են գերիների հետ։ Կարող չի մեկը 100-ի, թե 100-ը մեկի հետ, բայց այդպես է դրված եւ գերիների խնդիրը ցանկացած պետության համար շատ կարեւոր է, որ պետությունը պետք է լուծի։ Հակառակ դեպքում պետության նկատմամբ վստահությունը կորցնել, դա նշանակում է վստահություն կորցնել անվտանգության մարմինների նկատմամբ, վստահությունը կորցնել ամեն ինչի նկատմամբ, չէ։
Ամեն ինչ պետք է անել այդ խնդրի լուծման համար, բայց ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդպիսի խնդիր չառաջանա։ Իմ ասածը դա եղել։ Առաջացել է այդ խնդիրը։ Հաջորդի քայլերը ինչպիսին կլինեն, դա արդեն բանակցային լուրջ, այսինքն հատուկ ծառայությունների լուրջ աշխատանքի կարիք ազգում, Դուք չեք կարծում, որ այդ դատավարությունից հետո հնարավոր է իրավական գործընթացներ սկսվեն հենց Հայաստանի դեմ, հաշվի առնելով այն ինֆորմացիան, Բայց որոնք ինչ եմ ես ասում, որպես այդ գործընթացները չներ, պետք է սա չլիներ։ Հիմա սա ունեն, գործընթացները կլինի եւ մենք պետք է ասենք, որ այս մարտիկ այնպիսի տանջանքների ճանապարհով են ցուցմունքները կորզվել, որը որ արժանահավատ չի կարող համարվի ցանկացած իրեն նորմալ, ուրեմն դատական process-ների ընթացքում։ Դա չի խնդիրը։ Իհարկե, փորձելու են, բայց նպատակը դա էր։ Հակառակ դեպքում պետք է բոլորը դուրս գան Արցախից, կամ մնային Արցախում եւ ուրիշ ձև պետք է զարգանային դեպքերը։ Հիմա որպեսզի դեպքերն ու գործողությունները չխառնենք իրար, ունենք այսօր այս պատկերը։ Այս պատկերը նայա, որ այնտեղ այսօր է, չէ՞, ընդհանրված դատավարությունը սկսվելու է, ցուցմունքներ են տալիս։ Տեսակ, պարոն Փաշինյանը երկրի վարչապետը բան ասեց, որ հատուկ ծառայությունների տեղեկություններով այնտեղ իրենց նկատմամբ խոշտանգումներ են եղել, անմիջապես դատանի դալիճից հնչեցին խոշտանգումների չլինելու մասին հայտարարություններ։ Բայց հիմա մենք Ռուբեն Վարդանի մասին ենք խոսում, բայց կներեք, բայց այնտեղ պետք է խոսենք բոլորի մասին։ Ինչի մենակ Ռուբեն Վարդանի։ Բա Լևոն Մնացականի մասին ով պիտի խոսի։ Բակո Սահակյանի մասին ով պիտի խոսի։ Ով պիտի խոսի։ Ես քեզ ասեմ, դեռ առաջին պատերազմից եւ Մնացականը եւ Բակո Սահակյանը իրենց Արցախում գտնվելու ընթացքում, նաեւ զինված ուժերի կայացման գործում ունեցել են իրենց ուրույն մասնակցությունը։ Բայց մենք այսօր ասում ենք Ռուբեն Վարդանը այսօր հացադուլ անում։ Տեսել եք Լևոն Մնացականի հայացքի մեջ ինչ կա։ Իսկ ինչ հիվանդություններով հանդերձ ինքը գերեվարվեց։ Եկեք չբաժանենք մասերի, էլի։ Ես հասկանում եմ, որ ինչի է բաժանված, շատ լավ եմ հասկանում, բայց չեմ խոսի դրա մասին երբեք, քանի իրեն գերեվարված են։ Բայց դա գոյություն ունի։ Բոլորը նույնիսկ այնտեղ կան մարդիկ, որոնց մասին ոչ ոք չգիտի։ Նստած են շարքային հայ մարդ, գերեվարված է։ Այ նրանք գերեվարված են։ Նրանք հանձնված չեն։ Ինչ որ մեկի կողմից կամ իրենց կամքով։ Նրանք գերեվարված են, որպեսզի ավելի ճոխ ներկայացնեն, թե Արցախյան ազատամարտը ինչ էր իրենից ներկայացնում իրենց տեսանկյունով։ Բայց մեր խնդիրը դա չի, մեր խնդիրը մեր երկիրը դարձնել այնքան ուժեղ եւ ամուր, ուժեղ չպատկերացնենք, որ ատոմային ռումբի մասին է խոսքը, ուժեղ ինքներս մեր հետ, մեկս մյուսի նկատմամբ եւ մեր պետության նկատմամբ։ Այդ դեպքում մենք խնդիրները վստահության մթնոլորտում կարող ենք հանգիստ գտնել լուծումներ։ Ես անդադ փորձում եմ այդ օրինակը բերեմ, երբ որ Գերինեին ազատելու համար պետք է բոլոր գործիքներից օգտվենք, բոլոր։ Եկեղեցի լինի, բիզնես աշխարհը լինի, թշնամի թե բարեկամ երկրների կոնտակտների միջոցով դա լինի։ Դա կարևոր չի։ Գլխավորը մարդու ճակատագրին օգտակար լինելն է, որպեսզի նա այնուամենայնիվ գտնվի իր համար ամենապաշտպանված միջավայրում, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Շատ լավ, եւ մի կարճ հարց, պարոն Քոչարյան, ինչու թույլ չեք տալիս պատգամավորներին ծանոթանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներին։ Այսօր մամուլում այդպիսի հրապարակում կար, որ նույնիսկ ձեր հանձնաժողովի անդամին չեք տվել։ Որ մամուլն է եւ կապ չունի, ինչու՞ չեք տվել։ Չէ, ասում ես, որ դա անհեթեթ է, ինչի համար, որովհետեւ մեր հանձնաժողովի անդամները, ըստ էության, քանի որ միայն իշխանության պատգամավորներն են մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությանը, որովհետեւ մյուսները հրաժարվեցին։ Բայց անհապեր սպասում են օր առաջ մի հատ կարդանք։ Եփեք բերում, որ կարդանք։ Ուզում են տեսնել ինչ կա այնտեղ։ Այնտեղ ամեն ինչ կա։ Բայց մեր իշխանության պատգամավորները ոչ միայն մասնակցել են, հարցեր են տվել, արձանագրումներ են, ավելին, դեռ 2 ամիս առաջ ես 3 ամիս առաջ գուցե օրը կարող է սխալվեմ, ես նամակով դիմել եմ մեր բոլոր հանձնաժողովի բոլոր մեր անդամներին, որ այն ինչ որ դուք լսել եք, այն ինչ որ դուք արձանագրել եք, մի հատ էլ ձեր կողմից խնդրում եմ պատրաստեք առաջարկներ կամ տեղեկանքներ, որովհետեւ մենք դա կցանք գործին, այն ինչ որ դուք եք բանալի, ձեր եզրահանգումները, այդպես արնենք նաև քարորիայի ժամանակ։
Եվ մենք տվել են մեզ նաև մեր ընդդիմադիր գործընկերները եւ իշխանական գործընկերները իրենց լսածը, տեսածը արձանագրեն, թե իրենք ոնց են տեսել գործընթացները, որտեղ մնացածը ամեն ինչ արձանագրված է, տեսագրված է եւ այլն։ Բայց այդ ոնց կարող եմ ես որևէ մեկին ասել դու պիտի չկարդաս։ Ուրիշ բան, ես ամեն ինչ արել եմ, որ այս process-ում բոլորը մասնակցեն զեկույցը պատրաստելու ընթացքում։ Վիլեն Գաբրիելյանին ասել եք թուղթ ստորագրել, նոր թույլ տվել։ Չէ, չեմ ասել պսի բան, Վիլեն Գաբրիելյանը գուցե շփվել է մեր համակարգող փորձագետի հետ, բայց Վիլեն Գաբրիելյանը անպայման, բա ինքը պետք է ստորագրի, որ ծանոթացել է։ Ես ոնց կարամ ասեմ, այդ լիարժեք չի լինի, թե հանձնաժողովի անդամները, եթե ունեն առարկություն պետք է գրեն, եթե չունեն առարկություն պետք է հաստատեն այն նյութը, որը ավարտված է, որին բոլորը սպասում են, չգիտես ինչի շատ արագ են սպասում։ Ընդդիմությանը հասկանում եմ, բայց ասենք նա Վիլեն Գաբրիելյանից հարցրեք, ինքը իրոք ես իրան արգելել եմ։ Ես օրինակ չեմ արգելել։ Եթե ժողովուրդ թերթեցի բան է գրում, տեսեք դու չասեցի կանոնը։ Ժողովուրդ թերթը ամեն օր եմշի բաներ է գրում։ Եվ ամեն ինչ առնչվում է կամ իմ ասացի կամ չասածը այսպես ցայտաղբյուրների միջոցով հայտնաբերելու։ Չկա դեպի բան։ Չի կարա լինի, որտեղ այդ նյութերը Հայաստանի Հանրապետությանն են պատկանում հանձնես ազգային ժողովի։ Դա արգելել կարդալու, բայց պետք է ներկայացնենք ոնց։ Հանձնաժողովի կատարած աշխատանքներին մասնակցած մարդը ասում է, որ ինքը ուզում է ինչ-որ բան ու իրեն չեն տալի։ Չէ, ընդհակառակը, ասում եմ 3 ամիս առաջ կարող եմ նաև հիշեցնեմ, եթե որևէ մեկը ասի, որ մեզ թույլ չեն տալի։ Նամակ եմ ուղարկել բոլորին, որպեսզի ձեր կողմից եւս ստանամ, դա էլ ներառենք զեկույցի մեջ։ Բայց այսօր մենք ունենք մեր կատարած աշխատանքների արձանագրումը, ինքը անպայման կարևոր նշանակություն է ունենալու մեր երկրի հետ կապված, եթե հայտնաբերել ենք բաստողումներ, դրանք վերացնել էլ չասեմ, որ այս ընթացքում էլ բազմաթիվ բաստողումներ, որոնք արձանագրվել են քննչական կոմիտեում եւ այլն, դրանք ըստ էության վերացվել են, ունենք հազարավոր քրեական գործեր, բացահայտված դրվագներ եւ վերջին հաշվով վերջին լսումների ժամանակ մի բան էլ բարձր չէ նաեւ անհետ կորածների հետագծի հետ կապված քննությունը 173 դեպքով ունի կազմած տեղեկանքներ բա դա ինչ է մի անհանգստացեք եւ ժողովուրդ թերթը թող քիչ անհանգստանես հասկանում եմ ժողովուրդ թերթից բացի իրենց հետևում ելով անհանգստանում որոնք օր առաջ ուզում են տեսնեն իրենց անունը գտնելու են այդտեղ թե չէ